հակաեկեղեցական շարժման տրամաբանության մեջ ինչ է տեղի ունեցել։ Հոգևորականներին, քահանաներին տնից ուղակի բերման են ենթարկել, մտել են խուզարկել են բոլորի տները, առավոտ վաղ ժամը 7-ի կողմերը, ահաբեկել են ընտանիքի անդամներին, մի պատկերացեք բոլորը ձեր ընտանիքներում, առավոտյան են մարդիկ դեռ արթնացած չեն կամ նոր են արթնացել եւ երեխաների ներկայությամբ մտնում են այդպես մարդիկ, սենց վախենալու բաներով եւ փորձում են խուզարկություն անել, արգավել երեխաների հեռախոսները, պլանշետները վերցնել, շատ անսովոր եւ վատ վիճակ է։ Եվ ավելին քահանաներին տանում են, տեղափոխում են ոստիկանությանը, քննչական մարմին, տարբեր տեղեր, իսկ մեր վստահորդներից Մկրտիչ Սրբազանի տեղն էլ չէին ասում, նույնիսկ չէին ասում, ինքը ձերբակալված է։ Եվ այստեղ մենք նաև քրեական օրենսգրքում ունենք բռնի անհետացում հանցակազմը, որ ուղիղ այս դեպքի հետ է կապված։ Եվ ցավալի էր, բայց նման մասշտաբի խախտում չի եղել։ Ես ասեմ, 2001 թվականից փաստաբան եմ եւ ներկայացրել եմ շատ մարդկանց իրավունքներ ընդդեմ նաև իշխանությունների։ Այո, նախորդ երկու նախագահների ժամանակ էլ ես ներկայացրել եմ մարդկանց շահեր, որոնք խնդիրներ են ունեցել եւ բնականաբար իրենց նկատմամբ էլ ապօրինություններ են թույլ տվել։ Ես չեմ ասում, որ այն ժամանակ լավ ա եղել, հիմա լավ չի, այն ժամանակ էլ վատ դրսևորումներ եղել են, բայց այն ժամանակ էլ իշխանությունը ժողովրդից վախենում էր, վախ կար։ Լրագրողներից վախենում էին, որ այդ վատ արարքը կարող է հստակ ներկայացվի։ Այս իշխանությունները ցավոք այդ վախը չունեն։ Եթե նկատել եք, չեմ վախենում ոչ մի բանից։ Այդ օրը ես ներս մտա, առաջի կոնտակտը ստացվեց, ես մի քանի քահանաների տեսա, երբ նոր էին իրենց բերման ենթարկել, եւ մի քանի քննիչ են կանած, ես հարցրեցի, ինչ կարգավիճակ ունեն այս քահանաները։ Բերման եք ենթարկել, ասեց ոչ, իրենք վկա են։ Ասի եթե վկա են, բա ինչու եք հարկադրաբար բերել։ Եվ քահանաներից մեկն ասեց ոնց, ես կարող էի չգալ։ Քննիչը ասեց այո։ Ընդ որում ազգանունը Քաջազն ունի, բաժնի պետի տեղակալ։ Ասեց այո։ Եվ ասի, եթե այդպես է, ուրեմն իրեն ծանոթագիր տվեք, այս մարդը իր փաստաբանի հետ ներկանա։ Քննիչը ծանոթագիրը գրեց, տվեց քահանային։ Այդ ծանոթագիրը իմ մոտ կա, նկարել եմ այդ բանին։ Եվ քահանան դուրս եկավ ինձ հետ, եւ քննիչներն էլ խոստացան, ընդ որում ես խնդրեցի, ասեցի, հասկանում եմ, որ այս գործը առանձնահատուկ է, քաղաքական զգայունություն ունի, բայց ձեզ խնդրում եմ, որպես իրավաբանը իրավաբանին, խնդրում եմ ձեզ օրենքի սահմանները չանցնել։ Այսինքն դուք էլի կարող եք ձեր պատվերը քաղաքական կատարել, բայց մարդու իրավունքները պաշտպանելով, այդ իրավունքի, այսպես ասեմ, լկտի խախտումը չանելով։ Եվ այդտեղ ներկա քննիչները ընդունեցին, բայց մենք երբեք խախտում չենք անում, ասի ավելի ուրախ եմ ձեզ համար։ Երբ որ դուրս եկանք, մյուս քահանաներն էլ նույն բանը, ով որ այդ բանին տեսադաշտում էր, որ ասեցի, երբ որ դուրս եկանք, այս մեր քահանային ներս կանչեցին, դուրս եկան, բա կներեք էլի մի հատ այստեղ բան կա ճշտելու, ներս կանչեցին, դուռը փակեցին։ Դուռը փակեցին եւ իրեն հարցաքննել են, ստիպողաբար հարցաքննել են։ Եվ ինձ մոտ ծանոթագիրը կա, որ իրեն 3 օր հետո են կանչել, բայց այդ օրը հարցաքննել են։ Եվ քննչական մարմինը ցավոք թույլ չտվեց, որ փաստաբանները մտնեն։